Շոկի մեջ ենք վարես, անտանելի ցավ է։ Հրեշավոր սպանությունից շոկի մեջ է ամբողջ Հայաստանը, ծափաթաղում մեկ շաբաթ առաջ անհետացած 3 տարեկան տղային խեղդամահ արած հորը 2 ամսով կալանավորել են, 6 օր նա երեխայի մարմինը տեղից տեղ է տարել։ Այդ ընտանիքը բուժման կարիք ունի, ոչ մեկը այդ բանը չի նշում։ Ում է ծառայում ոստիկանությունը, եթե երկրում ամեն օր մարդ է սպանվում, վիրավորվում կամ անհետ կորչում, իշխանությունը շարից փորձանքից հեռու խորհուրդ է տալիս այքի դո պարապել։ Պետք է այդ ընտանիքներում այդ լուծումները գտնեն նաև իրենց զավակների հետ միասին։ Հակաեկեղեցական պայքարը նոր փուլ է մտնում, 1 ամսով կալանավորվել են ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը եւ նրա որդին, ինչի համար են մեղադրվում Ներսիսյանները։ Ոնց կարա լինի ես երկրում արդար դատ։ Սաղի դադին, սաղից դադում են ու դադելու են հլը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պետք է ազատության մեջ լինի, սակայն քննիչի որոշումից 4 օր անց էլ մնում է կալանավորված, պատասխանատու մարմինները լուռ են։ Ստացվում է սպայի դրությամբ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց, ինչը արդեն բացառում է կալանքի կիրառման հնարավորությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը սխալ հաշվարկ է արել ու եզրակացրել, որ Տաշիր կապիտալ ընկերության առաջարկը հոսանքի գնեջեցման մասին չէ։ Տարեկան մոտավորապես 5 դրամ մենակ այդտեղ կարող է իջեցում լինել։ Իսկ սոցիալապես անապահով խավին կարելի է ընդհանուր մոտեցնել անվճար։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրի ամփոփիչ թողարկումը։ Հնարավոր է փոքրիկ Տիգրանը ոչ թե 6 օր առաջ է մահացել, այլ 2-3 օր առաջ։ Այսօր Հայլուրի թղթակցի հետ զրույցում այսպիսի սկանդալային վարկածը առաջ քաշել ծափաթաղում փոքրիկի որոնումներին որպես կամավոր մասնակցած Սվետլանա Լևոչկինան։ Նա տեղեկություն ունի, որ որոնումների առաջին օրերին երեխան դեռ ողջ է եղել, նրան ինչ որտեղ թաքցրել են։ Ինչպես գիտեք, Տիգրանի սպանության համար կասկածվում է նրա հայրը, որին արդեն կալանավորել են 2 ամսով։ Այն ինչ հայտնի է Հայաստանը ցնցած հրեշավոր մանկասպանության մասին, ներկայացնում է Թերեզա Կադաևչյանը։ Շոկի մեջ ենք վարես, անտանելի ցավ է։ Սարսռում են ծափաթաղցիները, երբ իմանում են ինչպես է մահացել փոքրիկ Տիգրանը։ Այս կանայք եկել էին Հովանեսովների տուն ցավակցելու հարազատներին։ Ահա սարսուր լուրն առնելուն պես շեմքից հետ են դառնում։ Եկել էինք, մեկ էլ լսեցինք, իմացանք հետ ենք գնում։ Չեք մտնում ցավը։ Չէ, դե ինչ մտնենք։ Սարսափելի, ես չգիտեմ, ես բառը չեմ գտնում, ինձ Վալերիան տուա նոր հետ բերել, ես չեմ կարող ասեմ։ Ծափաթաղում 1 շաբաթ առաջ անհետացած 3 տարեկան երեխային խեղդամահ է արել հայրը։ Սկանդալային վարկածը բացահայտել է ներքին գործերի նախարարը։ Ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Փոքրիկի մարմնի վրա գլխին վնասվածքներ են հայտնաբերել արտաքին զննությամբ, հայտնում է քննչական կոմիտեն։ Տիգրանի հայրը սպանության կասկածանքով ձերբակալվել է։ Նա իրավապահներին ասել է, թե իր արարքի դրդապատճառը ընտանեկան հարցերն են։ Գյուղում խոսում են, թե հրեշավոր սպանության համար կասկածվող տղամարդը այդ քայլին է դիմել, երբ պարզել է, որ ինքը չէ Տիգրանի բիոլոգիական հայրը։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Շատ նախնական տվյալներով 2 եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին, ասում է նախարարը։ Հոկտեմբերի 27-ին փոքրիկ Տիգրանը եղել է 5 տարեկան եղբոր հետ, որը չի խոսում։ Երեխան անցած շաբաթ վախեցած կոկորդներ ցույց տվել, երբ քննիչները նրան հարցրել էին, թե ինչ է պատահել Տիգրանի հետ։ Եղբայրը, որ նաեւ ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաեւ համապատասխան մասնագետ, որպիսի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ բեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկի։ Կիրակի ժամը 15-ի սահմանում ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում են հայտնաբերել փոքրիկ Տիգրանի մարմինը։ Կամավոր Սվետլանա Լևոչկինայի շունն է նախ գտել երեխայի կոշիկը, հետո հայտնաբերվել է փոքրիկի անկենդան մարմինը։ Вот эта собака помогала.
Շունն ինձ օգնեց, տեղեր կային, որտեղ չէի կարողանում բարձրանալ, շունը վազում էր, ստուգում։ Այս ամբողջ ընթացքում մենք փնտրում էինք։ Գլխումս չի տեղավորվում, որ հայրն է արել։ Բայց ինչպես է երեխայի մարմինը սպանությունից 1 շաբաթ անց հայտնաբերվել այնտեղ, որտեղով որոնումների 6 օրերի ընթացքում մի քանի անգամ են անցել ոստիկանները, փրկարարներն ու կամավորները։ Я сама лично там все вот это смотрела и прочесывала, и залезала, и... Այդ հատվածը կարելի ասել սանջել եմ, այնքան ուշադիր եմ զննել։ Այդ տեղը, որտեղից գտել են երեխային, դատարկ էր, ոչ մի կասկածելի բան չկար։ Վստահեցնում եմ ձեզ։ Ինձնից հետո էլի մարդիկ են այդ նույն տեղերը զննել։ Ոչինչ չեն գտել։ Երբ մենք օրեր առաջ փնտրում էինք այդ կողմերում, անգամ մարդու ոտնահետքեր չկային։ Ակնհայտ էր, որ խոտը ոչ մեկը չէր տրորել։ Точно так же. Там, где я ходила, там еще много людей ходили. Կամավորի ականջին լուրեր են հասել, թե Կիրակի հայտնաբերված երեխան մահացել է 2-3 օր առաջ։ Насколько я знаю, ребенка, которого нашли... Որքան ես գիտեմ, երեխան, որին գտել են, մահացել է 2-3 օր առաջ։ Այսինքն այս ամբողջ ընթացքում երեխան ողջ է եղել։ Ребенок был жив, его надо было где-то прятать. Նրան հավանաբար ինչ-որտեղ թաքցրել են։ Եթե դա այդպես է, ապա դա զայրույթի պահին է եղել ու երևի տանն է եղել, որովհետև այլ տրամաբանություն չկա։ Ну вот просто по логике не получается. Որդու սպանության համար կասկածվողը խոստովանել է, որ որոնողական աշխատանքների ընթացքում ինքը տեղից տեղ է տեղափոխել մարմինը։ Երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների։ Արդյոք ընտանիքի մյուս անդամները իմացել են իրականությունը։ Հարևաններից մեկը, որ եկել էր Հովհաննեսովներին ցավակցելու, կարծում է Տիգրանի 5 տարեկան եղբայրը թեպետ նորմալ չի խոսում, բայց տան անդամները կարող էին գլխի ընկնել, ինչ է ուզում ասել, կոկորդը ցույց տալով։ Ես էլ եմ զարմանում, ասում իրանք պետք է իմանան, էլի արդեն 5 տարեկան է, ինք իրանց հետ շփվում է։ Կարան ասեն, որ ինչի համար այդքան կոկորդին ձեռ տալ այդ երեխան։ Կասկածներ կան, որ եղբոր սպանությունը նրա աչքի առաջ է եղել։ Քննիչներն այսօր առավոտից քննչական ակտիվ գործողություններ են անում Հովհաննեսովների տանը։ Չէ, դուք ձեր հետ եմ ուզում խոսել։ Տիգրանի մասին մեր հարցերին չի պատասխանում հորեղբայրը, միայն ուսերն է թոթվում։ Հարևաններն այսօր էլ կրկնում են, Տիգրանը տան միակ հոգեպես ու ֆիզիկապես առողջ երեխան էր։ Այդ ընտանիքը բուժման կարիք ունի, պնդում է գյուղացիներից մեկը։ Այդ ընտանիքը բուժման կարիք ունի, ոչ մեկը այդ բանը չի նշում։ Երկու աղբեր քուրը ծնողներից իրենց ծնողներից հիվանդություն ունեն, դրանց այդ քուր եղբորից եղել է 9-10 երեխա, բոլորը հիվանդ երեխեք են։ Ինչու բուժում չեն բանում, ընկել է սրա նրա հետևից։ Գյուղի բուժքույրը, որ ներկա է եղել տանը կատարված քննչական գործողություններին, պատմում է։ Բերեցին Արմենին, Այսինքն ոստիկանությունում էր ինքը։ Հա, մեքենայի մեջ էր իջացրեցին, գնացին տան հետևը, չգիտեմ, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Մայրը տանն է։ Մայրին բոլորին տանից հանեցին դուրսում կանգնած էինք մենք։ Իսկ ինչ է լինելու այն երեխաների ճակատագիրը, որոնք դեռ այդ անառողջ ընտանիքում են։ Նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում նաև առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները պարզելու տեսանկյունից եւ վստահ թեման կոմունիկացվել է նաև տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի նաև ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն։ Թերեզա Կադաևչյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում ազգային վիճակագրական կոմիտեի տվյալով ավելացել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները, բայց ներքին գործերի նախարարը խորհրդարանում բյուջե 2026-ի քննարկումներին այնպես է դա ներկայացրել, որ հակառակ պատկերն է ստացվել։ Ընդհանուր հանցագործությունների կազմում դրանք նվազել են 0.7%-ով, ասել է Արփինե Սարգսյանը։ Ինչպես ապրել օրեցօր վտանգավոր դարձող Հայաստանում, եթե անգամ ոստիկանական գվարդիան ըստ ընդդիմության ծառայում է իշխանությանը, ԿՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ է տալիս իր որդու օրինակով Այքիդո պարապել։ Արփի Սուքիասյանի ռեպորտաժը։ Նորաստեղծ ոստիկանական գվարդիան վարչապետի պաշտպանության բանակն է։ Վարչապետը նրանց կուռքը, նկատում են ընդդիմադիրները։ Մկրտություն են իրանք անցել աղանդավորական կռապաշտական միջոցառմանը, երբ որ հարյուրավոր ոստիկաններ
տարի լցրել եք հովանավանքում։ Ոստիկանությունում ոչ միայն շարքային, այլև պաշտոնյա կռապաշտներ կան, շարունակում է Գեղամ Մանուկյանը։ Օրինակ Արաբկիրի փոխոստիկանապետ Բաղյանը ինչ էր կորցրել Արագածոտի մարզի հովանավանքում։ Ղազարյանը ինչ էր անում։ Այդ խեղճ տղեն ինչ էր անում, տարի կանգնացրել եք ու հարյուրներով։ Այդ ոստիկանության ծառայողները վաղը երեխա են կնքելու, երեխա են պսակելու, ուր եք տանում կռապաշտության։ Հարցը հռետորական է։ Ընդդիմադիրները գիտեն ու ասում են, երբ համ կուրքը Նիկոլ Փաշինյանն է հովանավանքում, համ նրա համար ծես անող Ստեփան Ասատրյանը, ինչ ռիսկ ունի ներքին գործերի նախարարը, որ ոստիկանական մեծ ուժեր չգործուղի հովանավանք։ Հայաստանում ընդդիմադիրներն են անպաշտպան։ Օրինակ Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանին սպանողը կրակել է սովորել հենց համայնքում։ Գրիգորյանների հետ ունեցած հին միջադեպից հետո հենց ոստիկանների քթի տակ։ Այդ սպանության պատասխանատուներից մեկը առնվազն չկանխարգելելու մասով դուք եք հանդիսանում։ Ես առաջին պահից եղել եմ Փարաքար համայնքում, Վաղաշապատի ոստիկանության բաժնում, որպեսզի process-ը կազմակերպվի այնպես, որ մենք շատ արագ ունենանք դեպքի ամբողջական բացահայտումը։ Տիկին Սարգսյան, մեզ վրա մի վաճառեք է որպես հերոսություն, որ դեպքից հետո դուք գնացել եք Փարաքար։ Ես խոսում եի կանխարգելման մասով։ Դուք ասում եք ինչ եք արել սպանությունից հետո։ Տիկին Գրիգորյան, ես որևէ մեկի վրա, առավել եւս ձեզ վրա, որևէ բան չեմ վաճառում։ Ներքին գործերի նախարարը պնդում է, ոչ թե ինքը, այլ ենթականերն են թերացել Փարաքարում։ Նախարարը օպերատիվ ծառայող չի, Տիկին Գրիգորյան։ Ինքը, որպես ներքին գործերի նախարարության քաղաքականության մշակող, չէր կարող ամեն տան մոտ մի ոստիկան կանգնեցնել։ Կարող էր աշխատանքից ազատել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետին, Պարեկային ծառայության գումարտակի պետին, Արմավիրի մարզի քրեական ոստիկանության պետին, ինչը արել է։ Հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ ձևավորում են լոկ մեկ պատճառով, որի անունը Նիկոլ Փաշինյան։ Ոստիկանները ծառայության գնացել ու գնալու են հովանավանք կամ մի ուրիշ վանքուտեղ։ Մի խոսքով այնտեղ, որտեղ պետք է։ ՆԳ նախարարի հայտարարությունն է։ Մենք ունեցել ենք կրոնական տարբեր տոնական միջոցառումներ, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովել։ Բայց մեզ կարծես թե այս մնացյալ իրավիճակները չեն հետաքրքրում եւ մենք կենտրոնանում ենք հովանավանքի օրինակի վրա։ Պարզվում է ոստիկանները պարտք ունեն մարելու։ ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ոստիկաններին է մեղադրում 2018-ին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը տապալելու համար։ Ոստիկանությունը 2018 թվականին հերթապահություն էր իրականացնում Մայրաթոռում ու նաեւ ոստիկանության այդ ջանքերով չկայացավ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը։ Սարգսյանը կարծես հասկացնում է, 7 տարի առաջ թերանալու համար ոստիկանների հիմա ցանկացած նվաստացման պետք է դիմանան։ Դա թողնենք։ Թողնենք։ Հիմա Հայաստանում ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով աճել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։ 2025 թվականի 9 ամիսներին 27248 հանցագործություն է գրանցվել։ Դրանցից 3569 ծանր, 1474-ը առանձնապես ծանր հանցագործություններ են։ Ծանր հանցագործություններն ավելացել են 479 դեպքով, առանձնապես ծանր հանցագործությունները 63-ով։ Լավ է, որ այկիդո անել գիտի Անդրանիկ Քոչարյանի տղան։ Ինքը ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է այսպես մխիթարվում։ Մեջս գայթակղություն կա, որ մի դրվագ պատմեմ, թե ինչի փոքր տղայից տարա այկիդոյի, բայց հիմա չեմ պատմի, որպեսզի ինքը ինձանից չնեղանա։ Ձեռքի հետ խորհուրդ է տալիս այկիդո սովորեք, որ ձեզ պաշտպանեք։ Պետք է այդ ընտանիքներում այդ լուծումները գտնեն նաև իրենց զավակների հետ միասին։ Արփիս Քեսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Մեկ ամսով կալանավորվել են ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին, ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի 68-ամյա Գևորգ Ներսիսյանը եւ որդին Համբարձում Ներսիսյանը մեղադրվում են խուլիգանության եւ հանրապետություն կուսակցության քարոզչությանը խոչընդոտելու համար։ Փաստաբանը մեղադրանքը հերքող տեսանյութ է հրապարակել եւ սուտ մատնություն անվանել Ներսիսյանների դեմ ներկայացված հաղորդումը։ Առանց տեսանյութի էլ ոսկեհատում ոչ մեկը չի հավատում, որ կաթողիկոսի հարազատները նման բան կարող էին անել։
Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը 68-ամյա Գևորգ Ներսիսյանը կալանավորվեց մեկ ամսով։ Վեհափարի եղբայրը եւ եղբորորդին վաղ առավոտից դատարանում են։ Նրանց ձերբակալել են Վաղաշապատի համայնքապետի Հանրապետություն կուսակցության տեխնացու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա։ Իբրև Ներսիսյանները փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությանը։ Սարքած գործ է, ասում են դատարանի դիմաց հավաքված Ներսիսյանների համագյուղացիները, ոսկեհատի բնակիչները։ Սարքելը էլ ոնց ալն, պոզով փոչով, սարքում են, ինչից էր խաբար։ Ընդ տղեն ինչ էր խոսում։ Հեր եկավ, իջավ մարդավարի բարևեց, սենա սաղը տեսել եք այդ կադրերը։ Ոնց կարա լինի ես երկրում արդար դատ։ Սաղի դադին, սաղից դադում են, դադելու են հլը։ Ըստ Հարություն Մկրտչյանի կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին հայհոյել են ու խոչընդոտել քարոզարշավը։ Ներսիսյանների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Արա Զոհրաբյանը սակայն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մի մարդ մոտենում իրենց դարպասի դիմաց կանգնած կաթողիկոսի եղբորորդուն Համբարձումին։ Ըստ Զոհրաբյանի անծանոթն առաջարկում է Համբարձումին մասնակցել Հանրապետություն կուսակցության նախընտրական հավաքին։ Համբարձումը հրաժարվում է, տղամարդը փորձում է համոզել, հետո մոտենում է Համբարձումի հայրը Գևորգ Ներսիսյանը, խոսում են եւ խաղաղ բաժանվում։ Մենք հիմա մի իրավիճակի հետ ենք առնչվում, որ առհասարակ հանցագործության դեպքն է բացակայում։ Շատ կարևոր ու առանձնահատուկ գործ է սա, այն իմաստով, որ հանցագործության դեպք չկա։ Ինչ որ ներկայացված է հանրային քրեական հետապնդման որոշման մեջ իրականության հետ բացարձակ աղերս չունի։ Չի կարելի սուտ մատնություններով մարդկանց բերել դատարան, ասում են փաստաբանները։ Եթե հայհոյանքներ հնչած լինեին, դժվար թե հայ տղամարդիկ խաղաղ հրաժեշտ տային իրար, ինչպես երևում է հրապարակված տեսանյութում։ Չի կարող երկու տղամարդ իրար հայոյեն, մեկը մեկին հայոյի, հանգիստ կանգնեն, ինչ որ մի հատ կտրուկ շարժումներ չանեն, մեկը մեկին չհրի, մեկը մեկին չփորձի հարվածել։ Այդպիսի բան չենք տեսնում տեսագրության մեջ, հարգելներս։ Առանց հանցագործության դեպքի բերեն հասնեն այս դատանի շենք, ոչ անկեղծ ասած խոսքեր չեմ գտնում ասելու։ Իմ հիասթափությունը այս ամեն ինչի նկատմամբ։ Այս դեպքն ուղիղ կապ ունի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանական ճնշումների հետ, վստահ են փաստաբանները։ Ես արդեն լավ գիտեմ, մեր երկրում այդ առանձնապես հանցափաստ պետք է չի մարդուն ձերբակալելու կամ հետագայում կալանավորելու համար, եւ սա ընդհանուր քաղաքականության շարունակությունն է, ուղղված ընդդեմ եկեղեցու անկեղծ ավել փնտրել էլ հարկավոր չէ, որպեսզի հասկանանք դա ինչ է։ Աղմկոտ ձերբակալություններն այսքանով չեն ավարտվելու, կարծում են փաստաբանները, քանի դեռ չի դադարել հակաեկեղեցական արշավը։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Եթե Գյումրիի քաղաքապետի նկատմամբ հոկտեմբերի 21-ին կիրառված նոր խափամամիջոցը պաշտոնավարման կասեցումը ակնհայտորեն բացառում է կալանքը, ինչու է մինչև հիմա Վարդան Ղուկասյանն անազատության մեջ։ Պատասխանատու մարմինները չեն արձագանքել պաշտպանական թիմի այս հարցին։ Ըստ փաստաբանների, Ղուկասյանն արդեն 2 շաբաթ ապօրինի է կալանավորված։ Պարոն Ղուկասյան, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է։ Վարդան Ղուկասյանն անհապաղ ազատ կարձակվի, եթե իրավաբանությունը սկսի անհապաղ գործել, պնդում է Գյումրիի կալանավորված քաղաքապետի փաստաբանը այս գործով վերջին որոշման մասին բացահայտումից հետո։ Ինքը պետք է լինի ազատության մեջ։ Հոկտեմբերի 21-ին է դատարանը 2 ամսով կալանավորել կաշառք պահանջելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանին։ Նույն օրը քննիչը որոշել է, որ Գյումրիի քաղաքապետին ոչ թե պետք է կալանավորել, այլ նրա նկատմամբ այլընտրանքային խափամամիջոց կիրառել։ Այս պայդրությամբ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափամամիջոց, բացակայելու արգելք եւ պաշտոնավարման կասեցում։ Ինչը արդեն բացառում է կալանքի կիրառման հնարավորությունը։ Քննիչի այս որոշումը գրեթե 10 օր թաքուն է պահվել, պնդում է Հայրապետյանը։ Այդ process-ը թաքուն էր պահվել։ Եթե կայացվել է նույն օրը, պետք է անձին անհապաղ հասնել իր նկատմամբ հայտնել, իր նկատմամբ խափամամիջոց կա կիրառված։ Սա թաքուն է պահվել։ Փաստաբանները հոկտեմբերի 30-ին են ստացել քննիչի որոշումը, ըստ որի Ղուկասյանը պետք է ազատության մեջ լինի։ 4 օր անց դեռ կալանավորված է Գյումրիի քաղաքապետը։ Ինքը անհապաղ ենթակա է ազատ արձակման, որովհետև դա նշանակում է, որ եթե անգամ կալանքի որոշումից հետո է ընդունվել այդ այլընտրանքային խափամիջոցը, ուրեմն փոփոխվել է կալանքը։ Քննիչի որոշումը ստանալուց հետո Ղուկասյանի պաշտպանները դիմել են պատկան մարմիններին, որևէ արձագանք չկա։ Դատախազությանը դիմել ենք անհապաղ ազատ արձակելու, մարդու իրավունքների պաշտպանին դիմել ենք, արտադրության նախարարության դիմել ենք եւ միևնույն ժամանակ վերաքննիչ բողոք է ներկայացվել կալանքի դեմ, որի մեջ բարձրացվել է նաեւ այդ հարցը։
Փաստաբանների դիմումից դեռ 2 աշխատանքային օր է անցել, բայց ըստ Հայրապետյանի այս հարցը պետք է հրատապ լուծվեր, որովհետև ստացվում է ապօրինի է կալանավորված իր պաշտպանյալը։ Դատախազը պարտավոր է ազատ արձակել ապօրինի ազատություն զրկված անձից։ Դա դատախազի ուղղակի պարտականությունն է։ Բացի այդ, Արդարադատության նախարարությունը իդեմս քերակատորական հիմնարկի, որտեղ մուտք է եղել այլընտրանքային խափան միջոց կայացնելու մասին որոշումը, արդեն այն ուժով, որ նրա համար հայտնի է, որ խափան միջոցը փոփոխվել է, փաստացի կալանք, վարչակազմն է պարտավոր ազատ արձակել։ Որովհետև նրան տրամադրվել այլընտրանքային խափան միջոց ընտրելու մասին որոշում, որը ինքնին բացառում է կալանքը։ Դատախազության ու արդարադատության նախարարության հետ հույսեր չի կապում Հայրապետյանը։ Վստահ է, սայլը տեղից չի շարժվում, որովհետև Վարդան Ղուկասյանին է վերաբերում գործը։ Ազնվորված է, ամբողջ process-ը ազնվորված է։ Ըստ փաստաբանի իրավաբանական այս քաշքշուկը չի հանգուցալուծվում, որ այս ընթացքում Գյումրիում իշխանությունը վերցնելու հնարավորություն ստեղծվի ընտրություններում պարտված քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Փոստվում է արհեստական հիմքեր ստեղծել Պաշտոնակատար նշանակելու Գյումրի համայնքում։ Ցխայտարագություն է։ Հայրապետյանը նկատում է դատախազությունն ու արդարադատության նախարարությունը 7-օրյա ժամկետ ունեն Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների պահանջին արձագանքելու համար։ Լիլիթ Սարգսյան, Արաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Նոր շրջադարձ համանդրական կարգի ենթադրյալ տապալման վերաբացված գործում դատարանն այսօր բավարարել է դատախազի միջնորդությունը թույլատրելով փոխել երկրորդ նախագահի եւ մյուսների արարքի իրավական գնահատականը։ Կարծես ստացվում է, որ վերավորակված մեղադրանքը նորից վերավորակվում է։ Ռոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործի քննությունը ձգձգվում է։ Հանրային մեղադրողին ողջամիտ ջանքեր դրամադրում 10 օր ժամանակ է տալիս դատավորը մեղադրողին, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբացված գործում արարքի իրավական գնահատականը փոխի։ Այդպիսի միջնորդություն է ներկայացրել դատախազը, դատարանն էլ բավարարում է։ Միևնույն ժամանակ դատավորը մեղադրողից պահանջում է վերացնել նաև խախտումները, որ եղել են վերաբացված այս գործով մեղադրանքի որոշումներ կազմելիս։ Հաշվի առնելով նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումները կազմվել է ՀՀ իրական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման, ինչպես նաև սույն իրական գործով Համանդրական դատարանի, Վիճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների անհամապատասխան, մասնավորապես նոր որոշումներում առկա է որոշակի փաստական նկարագրության փոփոխություններ, որոնք համաձայն ՀՀ իրական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի, 336-րդ հոդվածի առաջին մասի կարող է համապատասխան պայմանների դեպքում փոփոխվել միայն հիմնական դատալսումների ավարտին։ Ստացվում է հիմա էլ քրեական օրենսգրքի այլ հոդվածով կարող է վերավորակվել մեղադրանքը։ Հանրային մեղադրողն ըստ էության ցանկանում է նոր մեղադրանք ներկայացնել, նկատում է Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանը։ Մինչդեռ Գևորգյանը ազգային ժողովի падգամավոր է եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նախ պետք է որ նա զրկվի անձեռմխելիությունից, հաղթահարվի նրա անձեռմխելիությունը։ Այսքանը չպիտի ասեի, եթե ինչ-որ կիսաիրավաբաններից չլսեի կողքից, որ սա հնարավոր է նոր մեղադրանք չի, ինչ-որ առաջադրված հին մեղադրանք հաշուտ առաջադրվել, դրա համար հաղթահարելու անհրաժեշտություն չկա։ Սրա մասին նշեցի, որովհետև դատարանը ինքն է արձանագրել է ճիշտ իր խոսքում, որ սա լինել է նոր մեղադրանք։ Նոյեմբերի 24-ին հաջորդ դատական նիստին դատախազը պետք է ներկայացնի փաստացի նոր մեղադրանքը։ Հնարավոր է 0-ից վերսկսվի ավելի քան 1 տարի շարունակվող դատավարությունը։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Ինչու է հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը անընդհատ մերժում Տաշիր կապիտալ ընկերության Սամվել Կարապետյանի անձնական շահույթի հաշվին հոսանքի սակագինը իջեցնելու առաջարկը։ Հեցի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը այսօր թվերով է հիմնավորել, որ էլեկտրաէներգիայի գինը հնարավոր է նկատելիորեն իջեցնել։ Դավիթ Ղազինյանը համոզված է, Փաշինյանի կաբինետը հոսանքի ցածր սակագինը նախընտրական մեծ խոստում է ուզում սարքել ու ձմռան շեմին պարզապես անտեսում է ժողովրդի շահը։ Հոսանքը 3 դրամով էժանացնել հնարավոր է, նորից է պնդում հետ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը։ Դավիթ Ղազինյանի խոսքով այս տարվա առաջին 5 ամսում 3 միլիարդ 600 միլիոն դրամ շահույթ է ունեցել ընկերությունը։
Հիմա արդեն այդ թիվը կրկնապատկվել է, հասնելով 7 միլիարդ 200 միլիոնի։ Ու եթե այդ թիվը բաժանում ես 1 տարում բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի 1 միլիարդ 600 միլիոն կիլովատժամի վրա, պարզվում է, որ սակագինը կարելի է 3 դրամից էլ շատ իջեցնել։ Ընդհանրապես պետք է 7.2 միլիարդը բաժանել 1.6 միլիարդի վրա եւ ստանալ ինչքանով էր հնարավոր իջեցնել բնակության սակագինը։ Հեցի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարն ասում է, որ սակագինն անգամ 5 դրամով կարելի էր իջեցնել, վատ ապրող ընտանիքների համար էլ հոսանքն անվճար դարձնել, եթե էներգետիկայի շուկայից վերջին 3 տարիներին իշխանությունը մոտ 30 միլիարդ դրամ չհաներ։ Ըստ էության այդքան փող է կորցրել հեծը, քանի որ կառավարությունը հոսանքի վաճառքը վստահել է թրեյդերներին։ Շուկան ինչ է ենթադրում, որ ստեղծում են թրեյդերներ, որոնք վաճառում են կիլովատ եւ խոշոր սպառողները կիլովատը առնում են այդ տրեյդերներից, ոչ հեծից։ Հիմա պատկերացրեք, որ 23, 24, 25 թվականի ընթացքում 30 միլիարդ դրամ դուրս է եկել էներգետիկայի համակարգից, այսինքն եթե չեն վճարում հեծին, վճարում են տրեյդերին, որն էլ հոսանքը առնում է ուղիղ կեսերից, չգիտեմ, տարբեր կայաններից, դրա արդյունքում ամբողջ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ, այսինքն տարեկան մոտավորապես 10 միլիարդ դրամ։ Ուրբաթ էր Տաշիր կապիտալը գնիչեցման առաջարկի երկրորդ ծրարը տարել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, առաջարկելով թեթևացնել բնակչության հոգսը եկող ձմռանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է չշտապել, հարցին անդրադառնալ տարեվերջին։ Ասում են տարվա վերջ։ Իմ իմանալով հաշվարկային տարին ավարտվում է նոյեմբերին, այս սակագնի հարցում, այսինքն նոյեմբերինը արդեն գնում է հաջորդ տարվա։ То есть հոկտեմբերը վերջի ամիսն է։ Էլ չեն կարող ասել, հա, միջև տարվա վերջ տեսնենք ինչ է։ Իրենց խաղաքարտերն ենք մենք խառնել։ Ղազինյանի կարծիքով ընտրություններից առաջ հոսանքի գնի իջեցումը Փաշինյանը ցանկանում է օգտագործել որպես քաղաքական դափնիներ վաստակելու բացառիկ հնարավորություն։ Դրա համար էլ մերժվում է Սամվել Կարապետյանի անձնական շահույթի հաշվին էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու Տաշիր կապիտալի առաջարկը։ Իշխանությունները ընդհանրապես որոշել են տարվա վերջում կամ եկող տարվա սկիզբ այս գործընթացը անեն, շեշտելով որևիցե ձևով Տաշիր կապիտալի կամ Սամվել Կարապետյանի անունը եւ վերագրեն իրենց լավ աշխատանքին, ուղղակի չստացվեց հաշվի առնելով, որ մենք ավելի շուտ եւ ասել ենք եւ հիմա էլ պնդում ենք։ Հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի առաջարկը հոսանքի գինը փոխելու հարցը քննարկել հեծի դեմ վարչական վարույթի ավարտին անիմաստ է համարում Ղազինյանը։ Հանձնաժողովի նախագահ ասում է վարույթը չավարտվի, միջև վարույթը չավարտվի, այս բան ասում են տնօրենների խորհրդի նախագահի ստացածը եղբայր մտնում է սակագնի մեջ, թե ոչ, ինչ կապ ունի դա վարույթի հետ։ Վախում ես, ասես չի մտնում։ Իսկ ինչու է վարույթը ձգձգվում, ինչու մինչև հիմա հեծին լիցենզիայի ձրկելու որևէ պատճառ չեն գտնում, հարցնում է Ղազինյանը, որն իր խոսքով առաջին անգամ է անօրինությունների այսպիսի շղթայի բախվում։ Ուրա, Ժորժ ջան, այդ դատախազությունն ուրա։ Ուրա այդ որ ասում էին կազմակերպված, այս վերջի հայտարարության մեջ էլ նշել են սխեմաներ են գործել քրեական, չգիտեմ ինչ, լավ ուրա այդ ամեն ինչը 3 ամիս անցավ։ Վարույթը պետք է տևեր 3 գումարած 1 ամիս։ Իմիջիայլոց ձեզ ասեմ, այդ պլյուս 1 ամիսը դա բացառիկ դեպքերում է արվում։ Ինչ որ ֆորս մաժորային, ինչ որ խնդիրների։ Հիմա ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչի երկարացվեց եւս 1 ամիս։ Ինչի 3 ամսում չավարտեցին այդ վարույթը։ Ես դրա պատասխանն ունեմ, որովհետև ոչ մի բան չեն գտել, որով կարող են գնալ, կարող է գտել են ինչ-որ բաներ, որոնք տուգանքի ենթարկելու, տույժի նկատողության, բայց լիցենզիայի ձրկելու հիմք չեն գտել։ Դավիթ Ղազինյանը հեծի ժամանակավոր կառավարչին եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին բանավեճի է հրավիրում հանրային հեռուստաընկերության տաղավար։ Հաշվի առնելով, որ հանրային հեռուստաընկերությունը վաղուց հանրային չի, որտեղից ըստ նրա ստեր են տարածում հոսանքի գինն իջեցնելու իրենց նախաձեռնության մասին։ Աննա Գյուլնազարյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Սիրելի հայրենակիցներ, թողարկման երկրորդ մասում կարող եք դիտել։ Ալիևը Սևանա լիճը նորից Գյոչայ անվանելու հայ ժողովրդին հորդորել չվախենալ Հայաստան ադրբեջանցիների վերադարձից։ Հայաստանի իշխանությունը չի վախենում, որովհետև ադրբեջանցիները տանկերով չեն գալու։ Պատերազմով չի այդ հարցը լուծվելու, մեքենաներով, ոչ թե տանկերով։
Ուկրաինան տոմահավքներ չի ստանա, Պենտագոնի առաջարկը չի հաստատել Թրամփը, Սպիտակ տան ղեկավարի խոսքով չնայած ինքը կարող է ռուս-ուկրաինական հակամարտությունը 2 ամսում դադարեցնել, բայց կողմերը պետք է մինչև վերջ կռվեն։ Նրանք կռվում են եւ գործը պետք է ավարտին հասցնեն։ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 800-ը, փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Եվ մարդկային կամքի ուժի ֆրանսիական պար հայկական բեմին, ֆրանսիացի խորեոգրաֆ Գյոան Բուրժուայի ապշեցուցիչ տեսարանները թեատրոն ֆրանկոֆոն առաջին փառատոնում։ Ոնց որ մեր կյանքը լինի, անկումներով եւ բարձունքներով։ Գրեթե 1 տարի տևած ավելի քան 100 շինց ու դատական նիստերից հետո Ադրբեջանը ապացուցված է համարել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը։ Բաքվի ռազմական դատարանում այս մասին իր մեղադրական ճառում ասել է դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ նրանց հետ դատարանի առաջ կանգնած 15 հայերի պատժաչափերի մասին դեռ չի հայտարարվել։ Բաքվի բանտերում ամեն օր խոշտանգվող հայերին Ադրբեջանը մեղադրում է իբրև ցեղասպանություն, ահաբեկչություն իրականացնելու եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Իլհամ Ալիևն այսօր նորից խոսել է ադրբեջանցիների իր խոսքով պատմական հայրենիք Հայաստան վերադարձի մասին հորդորել հայ ժողովրդին չվախենալ դրանից։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարները Ադրբեջանի նախագահի հայտարարությունները լուրջ չեն ընդունում, պնդելով, որ մեր երկրում արդեն խաղաղություն է։ Սակայն ընդդիմությունը նորից զգուշացնում է, Սևանը նորից գոյ չանվանելով, Ալիևը անոնսում է Հայաստանից հերթական տարածքային պահանջը։ Հայաստանի խորհրդարանի նախագահն առաջարկում է լուրջ չընդունել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը։ Կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է։ Հետո Ալիևը հոչի ասել, տանկերով են գալու, եթե գան, մեքենաներով կգան։ Մարդը դուք որ ասում եք, որ գրավելու ենք բառ, ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այդ նախադասությունը ես իմ այստեղ չհնարեցի։ Խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը հակադարձում է ԿՊԱ-ականներին։ Ալիևը ոչ թե ներքին լսարանի, այլ հենց հայերին է մեսիջ ուղարկում, հասկացնելով, որ դեռ տարածքային պահանջներ ունի Հայաստանից։ Պատահական չի ասվել Գյոյչայի մասին։ Բա կարող է բասարգեչար ասեն, եւ ես չեմ զարմանա, որ Հայաստանի իշխանությունները այսօր վաղը, օրինակ Նախիջևանի Նախճավան ասեն, վախենան օգտագործել Ստեփանակերտ տեղանունը եւ Խանքենդի ասեն, Խանքենդի, Աղդարա, Խոջավենդ եւ այլն։ Սա Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմաններից մեկն է։ Հայաստանի պաշտպանության նախարարը Հայաստանին ներկայացվող տարածքային պահանջ չի համարում Ալիևի հայտարարությունը։ Սուրեն Պապիկյանը շատ գոհ է Վաշինգտոնյան բանակցություններից, սահմանում չեն կրակում, նշանակում է խաղաղությունը իրականություն է, ոչ թե միֆ։ Ցեն որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է։ Եվ երբ մենք խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ, դա իրականություն է։ Սուրեն Պապիկյանը փաստացի խաղաղության մասին է խոսում, երբ ադրբեջանցիներն անգամ մտադիր չեն հետ քաշվել Գեղարքունիքի օկուպացված տարածքներից, հիշեցնում են ընդդիմադիրները։ Ադրբեջանը չի թաքցրել իր տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ իրենք կրթել են սերունդ, իրենց բնակչության ուղեղի մեջ դաջել են, որ Հայաստան գոյություն չունի, այնինչ մենք կոչում ենք Հայաստան, այնինչ ամբողջ Հայաստանը կոչում է Հայաստան, դա Արևմտյան Ադրբեջանն է։ Արթուր Խաչատրյանը պատահական չի համարում, որ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Արևմտյան հարթակներն արդեն օգտագործել է Ադրբեջանի նախագահը Փաշինյանից զիջումներ կորզելու համար։ Հենց այդ հարթակում 2022-ին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Հիմա ինչ է ուզում Ադրբեջանի նախագահը։ Գալ Հայաստան ինքը ուղերձ կհղի, որ ինքը արժևորել է Հայաստանը, չէ, ինքը մինչև Հայաստանից իր ցանկալի բոլոր զիջումները չփոկի, ինքը Հայաստան չի գա։ Իսկ այդ բոլոր զիջումները փոկելուց հետո
ինքը որպես մետրոպոլիայի ղեկավար, կայցելի Հայաստանը որպես վասալային պետություն։ Խաչատրյանը պնդում է, ադրբեջանական կողմի պահանջները անվերջանալի են, որքան էլ Փաշինյանը փորձի ժողովրդի վրա ծախել խաղաղության միֆը, ասել, թե Բաքվի հետ էլ որևէ խնդիր չունենք, Ալիևը կանգ չի առնելու։ Թե չէ զիջենք, մինչև ուր։ Մինչև ասենք Սևան, հետո ասենք չէ դե լավ դե հիմա Գյոչայա թող Գյոչա ասեն, մենակ թե կռիվ չլինի։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան, Հայլուր։ Իդեպ այսօր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները շուտով Ադրբեջան են գնալու։ Ինչպես հայտնել ենք 10 օր առաջ երկօրյա այցով Հայաստան են եկել Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներ։ Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ քննարկում դեռևս չի ընթանում Անկարայի եւ Երևանի հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստին է հայտնում, հղում անելով թուրքական դիվանագիտական իր աղբյուրին։ Ռուսական բանակը հաջողություններ ունի Պոկրովսկ քաղաքում եւ ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուկրաինական ստորաբաժանումներին դուրս է մղել Կուպյանսկի շրջակայքում գտնվող դիրքերից։ Կիևը առայժմ չի մեկնաբանել այս պնդումները։ Մոսկվայի հայտարարությունը չեն հաստատել նաեւ անկախ աղբյուրները։ Ուկրաինացիները կարծես զենքերը վայր են դնում Դոնեցկի դարպասի մոտ։ Վերջին նորությունները ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ զարգացումներից Մարիամ Ամիրջանյանն իր ռեպորտաժում։ Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից Ուկրաինայում առնվազն 15 մարդ է զոհվել, զոհերից 2-ը երեխաներ են, 20 վիրավոր կա։ Կիևը պնդում է, որ գիշերը ռուսներն օգտագործել են Իսկանդեր M բալիստիկ հրթիռներ և 79 հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ ամենամասշտաբային հարձակումները Զապորոժիեի մարզում են եղել։ Ռուսական հարվածների պատճառով մարզի հարավում գրեթե 60,000 բնակիչ առանց էլեկտրաէներգիայի է մնացել։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հարվածների մասին տեղեկությունը չի հաստատել, միայն հայտարարել է, որ ռուսական զորքը պատասխանում է Ուկրաինայի ահաբեկչական հարձակումներին։ Գիշերը Մոսկվան Կինժալ հիպերձայնային հրթիռներով հարվածել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտներին։ Ուկրաինայի գլխավոր շտաբն էլ հայտնում է, որ դրոններով հարվածել են Սարատովի նավթավերամշակման գործարանին։ Ռազմաճակատում նկատվող թեժացումներին ավելի հանգիստ է սկսել հետևել Միացյալ Նահանգների նախագահը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե որն է ի վերջո Միացյալ Նահանգների հարաբերության վերջին կաթիլը, պատերազմում Թրամփն ասել է. Վերջին կաթիլ չկա, երբեմն պարզապես պետք է թողնել, որ իրադարձությունները զարգանան։ Նրանք կռվում են և գործը պետք է ավարտին հասցնեն։ Սա դժվար պատերազմ է եղել Պուտինի համար։ Նա շատ զինվորներ է կորցրել, գուցե մոտ 1 միլիոն։ Դա ծանր էր նաև Ուկրաինայի համար։ Երբեմն պետք է թողնել, որ իրադարձությունները հասնեն սահմանագծին, ավարտին։ Իսկ ավարտը դեռ մոտ չէ։ Չնայած Թրամփը հայտարարել է, որ հիմա ինքը չի պատրաստվում Տոմահավք հրթիռներ տրամադրել Կիևին, Գերմանիան պատրաստ է Փետրիոտ համակարգեր տալ Զելենսկիի զորքին։ Ռազմաճակատում ամենալարված կետը մնում է Պոկրովսկը։ Դոնեցկի դարպաս անունը ստացած քաղաքում, ըստ Զվեզդա լրատվական կայքի, ուկրաինացի զինվորներն արդեն վայր են դնում զենքերը։ Պոկրովսկում աշխատող ռուս ռազմական թղթակիցները հայտնում են, որ ռուսական ուժերը փորձում են մտնել քաղաքի հյուսիսային հատված։ Կիևը հերքել է ռազմական նշանակություն ունեցող բնակավայրում ռուսական զորքերի առաջխաղացման լուրը, հայտնել, որ մեծացնում է իր գրոհային զորքերի թիվը ճակատի այդ հատվածում։ Մարիամ Ամիրջանյան, Հայլուրի համար։ Նախնական տվյալով 27 մարդ է զոհվել, ավելի քան 830 է վիրավորվել առավոտյան Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ 6.3 մագնիտուդով երկրաշարժի զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Վաղաշապացիների անբաժան ընկերն է խոստանում դառնալ հաղթանակ դաշինքը։ Քարոզարշավի 12-րդ օրը դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը հայթաղ է գնացել, գյուղացիներին հորդորել ակտիվ մասնակցել ընտրություններին։ Ես եմ։ Այս սիրուն տղեն ես եմ։ Վաղարշաբաթ համայնքի հայթաղ գյուղի բնակիչների հետ է ծանոթանում Քարոզարշավի 12-րդ օրը հաղթանակ դաշինքի թեկնածուն։ Ամեն մեկին տալիս համար 1 քարոզչական թերթիկը, հորդորելով ակտիվ մասնակցել ընտրություններին։ Աջակցել ենք, ինչ անենք, այս հնարավոր չափի ասա անենք։
Ակտիվ 16-ին էլ ամսի ակտիվ գնանք տնտատեղամասեր ձայն տանք քվեաթերթիկ 1-ին։ Սևակ Խաչատրյանը շատերից լսում է հավաստիացումներ ձեզ ենք ընտրելու։ Ձեզ տանք ապրեք, շատ շնորհակալ ենք։ Միայն թե չընտրվի Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊԻ թեկնածու Արգիշտի Մեխակյանը, ասում են որոշ հայթաղցիներ։ Արգիշտի Մեխակյանը գիտես ով է։ Նիկոլակ, այդ զայն տակ Արգիշտի պրոբլեմը զայն եք տալիս Նիկոլակ։ Իհարկե։ Ղարաբաղը ծախեց, հիմա էլ Հայաստանն է ուզում ծախի։ Հաղթանակ դաշինքի թեկնածուն նկատում է, որ ընտրություններից 4 ամիս առաջ Խոյ եւ Վաղարշապատ համայնքների միավորումը Արգիշտի Մեխակյանի համար հավելյալ ձայներ ապահովելու նպատակ ուներ։ Իրանց հեչ վեժնել չի, որ Արշալույսին կամ Լեռնամերսին ոնց է գալու հասնի Էջմիածին ամեն անգամ մի տեղեկանքի խնդրով։ Իրանց դա հետաքրքիր չի, իրանց այսօր այս վարքյանին պետքա ընտրության արդյունք, էլի։ Խաչատրյանը խոստանում է, որ իրենց ընտրվելու դեպքում Վաղարշապատի համայնքապետարանի դռները միշտ բաց են լինելու բոլոր բնակավայրերի բնակիչների համար, այնտեղ աշխատողները լինելու են վաղարշապատցիների ընկերները։ Այս հայտարարությունը հաղթանակ դաշինքի թեկնածուն անում է արդեն Էջմիածնում։ Համայնքի ցանկացած բնակիչ համայնքապետարանին եւ աշխատողներին նայի որպես իր ընկերոջ։ Այսինքն համայնքապետարանը պետք է լինի բնակչի ընկերը, որտեղ մարդը մտնելով համայնքապետարան պետք է ստանա իր խնդրի լուծումը։ Խաչատրյանը նկատում է, երբ մարդն ուզում է ինչ-որ բիզնես սկսել, խճճվում է թղթաբանության մեջ, խոստանում է, որ նոյեմբերի 16-ին, եթե իրենց վստահության քվե տան, այլևս այդպես չի լինելու։ Դուք չեք գալու մեզ մոտ, մենք ինքներս ենք, ոնց որ այս ընթացքում էլ մենք ենք միշտ եկել ձեր մոտ, մենք ենք գալու։ Կանաչապատ տարածքների ավելացում, թափառող կենդանիների, բազմաբնակարան շենքերի, տանիքների ու կոյուղատարների խնդիր, ամեն ինչ գիտի դաշինքը Վաղարշապատի կարիքների մասին։ Ընտրությունների մնացել է 10 քանի օր, ամսի 16-ը, դրանից հետո գալու ենք եւ նայելու ենք ձեր աչքերի մեջ։ Այսինքն այն ամենը, ինչ ես հիմա խոսում եմ, եթե մենք չանենք, առաջնային մեր ընկերները, մեր շրջապատը, դուք մեզ այսպես ասած ամոթանք եք տալու։ Ամոթանքի պատճառներ խոստանում են չտալ։ Հաղթանակ։ Ալբերտ Սերոփյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Ժառանգությունը խոստանում է առաջիկա թիմ ընտրություններում վերցնել իշխանությունը քաղաքացիական պայմանագրից ու այն հանձնել ժողովրդին։ Կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Արկադի Փայտյանը այսօր ասուլիսի ժամանակ խոստացել է իր ընտրողներին վերականգնել նրանց խոսքի իրավունքը եւ թափանցիկ կառավարում ապահովել։ Վերցնել իշխանությունը քաղաքացիական պայմանագրից ու հանձնել այն Վաղարշապատցիներին, խոստանում է Ժառանգություն կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածուն։ Մենք մաքրելու ենք ներքին թշնամիներից մեր Վաղարշապատ համայնքը, այո, գործող իշխանությունը այստեղ չի ղեկավարելու։ Ցուցակը գլխավորող զինված ուժերի փոխգնդապետ Արկադի Փայտյանը 20 տարի ծառայել է բանակում։ Հիմա խոստանում է ծառայել Վաղարշապատցիներին։ Մեր նպատակը չէ տեղ զբաղեցնել համայնքապետարանում, մեր նպատակն է Վաղարշապատցուն տալ այն ամենը, ինչը դարեդար մինչև այսօր պահել է, տալ խոսքի ազատ իրավունքը, տալ համայնքը, որպեսզի ղեկավարի համայնքը ոչ թե համայնքապետը, այլ ժողովուրդը։ Նոյեմբերի 16-ին ընտրվելու դեպքում սկսելու են զբաղվել բոլոր գույքագրված խնդիրներով, բարձր հարկեր, մթերքի արտահանման, հողագործության խնդիրներ։ Այդ խնդիրների լուծումն են ուզում տեսնել մարդիկ համայնքում իշխանափոխությունից հետո։ Մարդկանց խնդիրներով, որ մեզ դիմում են, նաև որ քաղաքացիական պայմանագիրը չլինի։ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Աննա Խադեբ է անվանում այն, ինչ անում է քաղաքացիական պայմանագիրը մեր երկրում։ Հովանիսյանը հիշեցնում է, որ Փաշինյանի թիմը երկրի ղեկը վերցրել էր նախկին իշխանությունների դեմ վարչական ռեսուրսի կիրառման մասի մեղադրանքներով։ Հիմա իրենք են կիրառում վարչական ռեսուրսի ամբողջ գործիքակազմը։ Մի խմբակ, մի մարդիկ հիմա ցուցակներ, ովքեր եկան իշխանության մեծ խոստումներով, բարձր հանձնարարություններով, անցյալը շտկելու, սխալները ուղղելու, նոր տեսակի Հայաստան բերելու, Արցախը բահելու, եկեղեցու անկախությունը, ինքնուրույնությունը, թրիչքը հարգելու եւ սեփական ժողովրդին քաղաքացիների իրավունքները ամեն ինչից բարձր բահելու համար։ Ոչ թե արիդ անարիդ արդեն իրենց ամփոփչադիրության ախորժակով ով խոսում է դեմ նստածրեն, մեգուսացնել, բանդարգել
անգամ սպաններ։ Բայց պայքարը եկեղեցու Սուրբ Աթոռի դեմ առավել անընդունելի է Հովհաննիսյանի համար։ Հոգևոր մայրաքաղաքում հոգևոր մթնոլորտը պահպանելու համար պետք է մարդիկ պայքարի դուրս գան Սուրբ Աթոռի համար, կուսակցության առաջնորդի խոսքով։ Հիմա այդ Սուրբ Աթոռը հարձակման դակ է, դարբեր եղանակներով։ Այն մարդիկ, ովքեր դանուլ դվեցին բادرազմը, մեր ոսկի 5000 դղաներին հանցնեցին հողին, զիջեցին հայրենիք, ստորակրեցին այն փաստաթուղթը այնտեղ, այս փաստաթուղթը այստեղ։ Հիմա ախլորացած սպեցնազերով, չգիտեմ, ոստիկաններով, հատուկ վարդյաներով սլակ են բռնել ոչ թե արտաքին սպառնալիքների վրա, այլ սեփական քաղաքացիների դեմ։ Եթե այս երկրում ինչ-որ բան պետք է ազատագրել, ապա դա երկրի ղեկավարի աթոռն է, պնդում է Հովհաննիսյանը։ Իրավունքը պիտի գերիշխի Հայաստանում։ Այդ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձեզ ընտրողներին, եւ այդ իրավունքը դուք պիտի իրացնեք նոյեմբերի 16-ին։ Եվ այդ օրը լինելու է իշխանության փոփոխություն Վարշավադում, ընդլայնված էջմիածնում, եւ դրանով պիտի շարունակվի այդ ընթացքը, որը բերելու է մեր ողջ երկրի ազատագրմանը, մեր համապետական ազատագրմանը։ Ժառանգությունը վաղար շաբաթը ՔՊ-ի ձեռքից ազատագրելու համար պատրաստակամություն է հայտնում միանալ ցանկացած ուժի ձայների մեծամասնությունը չստանալու դեպքում։ Հեռացնելու նպատակով եւ հաղթանակի դեպքում, ցանկացած ուժի հաղթանակի դեպքում պատրաստ ենք միանալու եւ դուրս շպրտելու այս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իրեն հրող արբանյակներին։ Գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը Այծեմնիկը, որ նույնպես Ժառանգություն կուսակցության ցուցակում է, վստահեցնում է, որ եթե հայրը ողջ լիներ, թույլ չէր տա եկեղեցու հավատի դեմ իշխանական պայքարը։ Եթե նա ողջ լիներ, այս ամեն ինչը տեսներ, հաստատ համոզված եմ նորից կմահանար։ Այծեմնիկ Գրիգորյանն ըստ էության հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ինքը ընտրությունների մասնակցում է հոր անունը մաքրելու համար։ 18 թվից էս կողմ ինձ թվում է մաքրելու ոչինչ չկա, որովհետև մարդիկ տեսնում որ ամեն ինչը շինչու էր։ Ժառանգությունը վաղար շաբաթի ընտրություններին ուժով ու հավատքով է մասնակցում, հորդորում հանուն ազատ ու անկախ վաղար շաբաթի ընտրել համար 6 քվյաթերթիկը։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Ֆրանսիացի խորեոգրաֆ Յուան Բուրժուան Երևանում թեատրոն ֆրանկոֆոն առաջին փառատոնում իր կախման կետերի մոտենալու փորձեր պերֆորմանսն է ներկայացրել։ Հայ հանդիսատեսը անչափ տպավորված է ապշեցուցիչ ներկայացումից, որը մարդկային կամքի ուժի, վերելքների եւ անկումների մասին է պատմում բարի միջոցով։ Պարային պոեզիա, որտեղ չկա ժամանակ, չկա ձգողականության ուժ։ Ոգեշնչող վերելքներ, փառահեղ անկումներ եւ դրանց արանքում արկախ ակնթարթներ։ Ֆրանսիացի հայտնի խորեոգրաֆ Յուան Բուրժուան թեատրոն Երևանյան փառատոնին ներկայանում է ցնցող պերֆորմանսով։ Կախման կետերին մոտենալու փորձեր։ Իմ բոլոր ստեղծագործություններում հիմնական գաղափարը կախման կետերին մոտենալն է, տարածության մեջ արկախված վիճակին հասնելը, որը անկումից առաջ եղած ակնթարթն է։ Յուան Բուրժուայի պերֆորմանսում ֆիզիկան հանդիպում է փիլիսոփայությանը, արվեստը ձգողականությանը։ Պերֆորմերը զարմացնում է մարմնի լեզվով, բանաստեղծելու վարպետությամբ։ Այն, ինչ որ մենք տեսանք կենթանի, դա մարդկային էներգիաների փոխանակումն է, որը պարզապես շունչը կտրվելու չափ զարմանք, խորհելու եւ էգզիստենցիալ գաղափարների շուրջ մտորելու մեծ տեղիք է տալիս եւ անշուշտ ապշելու ժամանակակից ֆրանսիական կատարողական արվեստի գեր վարպետության մասին։ Կարևոր չէ, քանի անգամ ես ընկել, կարևոր է թե ընկնելուց հետո ինչպես ես նորից վեր բարձրացել։ Հայ հանդիսատեսը Բուրժուայի պերֆորմանսը համարում է մարդկային կամքի ուժը կոփելու հոգեթերապևտիկ սեանս։ Ոնց որ մեր կյանքը լինի, անկումներով եւ բարձունքներով, ինչքան շատ ես անկում ունենում, այդքան ավելի վեր ես բարձրանում հետո, այսինքն քեզ դժվարությունները ստիպում են ավելի վեր բարձրանալ ու արժեքը այդ բարձրության ավելի գնահատել։
թվացալ մարդու կյանքի ճանապարհն էր վեր բարձրանալու անընդհատ անկումներով եւ հաջողություններով։ Շատ ուզվել էինք ու ընկերուհիներով քիչ առաջ մեկնաբանում էինք ներկայացումը համեմատելով մեր կյանքի հետ։ Թեատրոն առաջին ֆրանկոֆոն փառատոնը մեծ իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում, ասում են հանդիսատեսները եւ հույս հայտնում, որ այն շարունակություն կունենա։ Ցանկացած փառատոն ավելի ամրապնդում հայ եւ օտարերկրյա կամ միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների միջև եղած կապը եւ մեծացնում է իրենց միջև եղած համագործակցության հավանականությունը։ Մեր փառատոնը ֆրանկոֆոն ուղղվածություն ունի եւ նպատակն է Հայաստանը դարձնել ֆրանկոֆոն մշակութային գործիչների եւ հայ արվեստագետների հանդիպման վայր։ Թեատրոնի վերջին տեսարանն այսօր է։ Կադերատուի Պրելյուդ պարային ներկայացմամբ ավարտվում է ֆրանկոֆոն փառատոնը Հայաստանում։ Գայանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Էլբակյան կրթահամալիրը աննախադեպ թվով շրջանավարտներ ունի։ Կրթօջախն այս տարի ավարտում են գրաֆիկ դիզայնի, վեբ ծրագրավորման, ռոբոտաշինության եւ մի շարք այլ մասնագիտություններով ավելի քան 350 պատանիներ։ Տոնական օրվա ամենատպավորիչ պահերը ռեպորտաժում։ Վերջին զանգ է Էլբակյան կրթահամալիրում։ Աննախադեպ ավելի քան 350 շրջանավարտ է հրաժեշտ տալիս սիրելի կրթօջախին։ Հանդիսավոր տոնակատարության ժամանակ վկայականներ են ստանում արդեն գրաֆիկ դիզայներներ, ֆոտոնկարիչներ։ Էլբակյան կրթահամալիրը դասավանդում է վեբ ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, Python ծրագրավորման լեզու, ռոբոտաշինություն, ինտերիեր դիզայն, գրաֆիկ դիզայն, լուսանկարչություն, SMM եւ շատ այլ մասնագիտություններ։ Էլբակյան կրթահամալիրի հիմնադիր տնօրենն ուրախությամբ ասում է, որ յուրաքանչյուր ուսանող իրենց մոտ ոչ միայն սովորում է մասնագիտություն, այլև դառնում է ընտանիքի անբաժան մաս։ Նրանք միշտ կարող են վերադառնալ, լավագույն կադրերին չեն ուզում բաց թողնել։ Վստահ եմ, որ դուք ձեր մեջ կրում եք Էլբակյան կրթահամալիրի այն արժեքները, որոնց հիման վրա մենք կառուցել ենք կրթահամալիրը։ Ուզում եմ, որ նրանք Էլբակյան կրթահամալիրից ստանեն ոչ միայն գիտելիքներ, այլև սեր ու ջերմություն իրենց ողջ կյանքի ընթացքում։ Մենք բոլորին շատ սիրում ենք եւ միշտ սպասում կրթահամալիրը։ Կրթահամալիրի գերազանցիկներին օգնում են ոլորտի լավագույն աշխատատեղերը գտնել։ Քանի որ շատերը մեզ արդեն ճանաչում են, տարբեր կազմակերպություններից մեզ դիմում են աշխատակիցների կադրի համալրման ոնց որ խնդրանքով։ Բնականաբար մենք ուղղորդում ենք մեր լավագույն մասնագետներին, լավագույն ուսանողներին իրենց մոտ, հետագա արդեն առաջընթացը շարունակելու համար։ Էլբակյան կրթահամալիր գրանցվելու համար կարող եք գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին, կամ պարզապես զանգահարել 096 88 88 44 հեռախոսահամարով։ Պրոֆեսիոնալ դասախոսներ են աշխատում կրթահամալիրում։ Չափազանց ճկուն գրաֆիկով են դասերը, առավոտյան 9-ից մինչև կեսգիշերից 1 ժամ առաջ։ Նաև Միացյալ Նահանգներից օնլայն դասերին միացող ուսանողների ժամային գրաֆիկին են հարմարվում Էլբակյան կրթահամալիրում։ Ես ուզում եմ բոլորին մաղթել հաջողություն ու խորհուրդ տալ։ Ես Արցախից հետս միայն կարողացել եմ բերել գիտելիք։ Սովորեք, շատ սովորեք։ Սովորեք ոչ միայն ձեր համար, այլ ձեր հայրենիքի, ձեր ծնողների ու ձեր բալիկների համար։ Էլբակյան կրթահամալիրում ռոբոտաշինություն է սովորել Գագիկը։ Խելացի տուն է սարքել, որի դռները, պատուհանները, ավտոտնակը մի կոճակով կարողանում է բացել-փակել։ Կրթահամալիրը մի հրաշալի վայր է, որտեղ սովորելը դառնում է հաճելի։ Կրթահամալիրում գեղեցիկ անակնկալներով են ոգևորում իրենց շրջանավարտներին։ Տոնակատարության ժամանակ խաղարկում են Եգիպտոս ուղևորության ամբողջական փաթեթ։ Կրթահամալիրի ուսանողներից մեկը կշահի ուղևորության ամբողջական փաթեթ դեպի Եգիպտոս, որը կկազմակերպի Էլբակյան Travel-ը։ Շրջանավարտների համար տոնական գեղեցիկ տորթ են պատրաստել, հյուրասիրություն։ Խաղեր, որոնց հաղթողներն էլ փոքրիկ նվերներ են ստանում։ Գայանե Մովսիսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար։ Ամուր եղեք։